Այսօր վաղ առավոտյան ներքին հանդում մարդիկ արթնացել են ադրբեջանական կրակոցների ձայներից։ Քնած ենք եղել, 5:10 Ես կինս, երեխաս, մայրիկս, մեկ էլ աղբերս։ Բարձր կրակոցները ձայնից արթնացել ենք, հետո տեսելով արդեն կրիշին էլ ակապում։ 5 փամփուշտ Պողոսյանների տան ուղղությամբ է արձակվել։ Բարեբախտաբար վնասվել է միայն տանիքը։ Տանիքը ոչինչ, բայց այստեղ 9 ամսական փոքրիկ է մեծանում։ Հայրը Վահագն Պողոսյանն ասում է, կրակոցներն անկանոն էին, իրենց տունն էլ ադրբեջանական դիրքերից ուղիղ գծով 100 մետր է։ Առավոտն էլ է տենց, բայց երկու անգամ թեթև առանց վնասալու տենց։ Ահագին ժամանակա բան չկար, էլ տենց արտառոց կրակոցի ձայներ չկար։ Երեկվա կրակոցների մասին Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հաղորդել, իսկ այսօրվա միջադեպի մասին հայտարարել է առավոտյան 8-ից 9 ընկած հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ։ Բնակելի տուն է վնասվել, մարդիկ չեն տուժել։ Նայեցի ժամացույցին, դիմացույց 5:30 սահմաններում։ Մի երևի մոտավոր մի 40 րոպեի ընթացքում ոնց որ անընդհատ 3 հատ ոնց որ կրակեն լռեն նորից, դե մենք ինչ իմանանք ինչա կատարվում։ Ներքին հանդում ապրող Լուսինե Բաբայանը պատմեց, ավելի ուշ են իմացել, որ մի տան տանիք է վնասվել։ Իդեպ այստեղ ապրողները բոլորովին այլ ժամ են նշում, ոչ թե 8-ից 9, ինչպես նախարարությունն է նշում, այլ ավելի վաղ, մոտ 5:30 րոպեին, ինչու են լավ հիշում, որովհետև անկողնում են եղել։ Ներքին հանդում արդեն մի քանի տարի է ադրբեջանական դիրքերն այնքան են մոտեցել, որ այստեղ անասուն պահող չկա, այսինքն շատ վաղ արթնանալու ոչ մի առիթ։ Գյուղացին ոչ մի ձևի, ոչ մի բան չի կարող ղանում անի, երկու առու բանջարեղ են ացանում, ենքան որ վերջը ներկա է գյուղում, բայն չան ինչով ապրի։ Խոշոր չի կարողանում պահի, խոս չի կարողանում պահի, մի քանի հավա ու մի քանի նեղուն էլ ինչ, նեղուն ոչ սահման կա ոչ բան, թռիչք անում նեկտարը բերում։ 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղը սահմանային դարձավ, շատերը անասնապահությունից հրաժարվեցին։ Գյուղի վերջին մի քանի կովերը պայթեցին ականապատ դաշտերում։ Ներքին հանդում հիմա միայն մեղուներն են ազատ ելում ու տանում։ Գյուղը շուրջ 400 փեթակ ունի։ Ներքին հանդում 45 հոգով են ապրում, շուրջ 20 ընտանիք։ 44-օրյայից հետո այստեղ պարբերաբար սեղմվել է օղակը։ 22-ին էլ ադրբեջանական հարձակման ժամանակ գյուղի հողերը, գերեզմանոցը, խմելու ջրի աղբյուրները անցան ադրբեջանի հսկողության տակ։ 3 կողմից ադրբեջանական դիրքերով սեղմված մարդիկ սակայն զարմացած են վերջին կրակոցներից, որովհետև շուրջ տարի ու կես է այստեղ կրակոցները լռել էին, մինչև 3։ Ոնց կարած դուրս գաց, ոնց կարած պատս պարվեց, նամանավանդ մեզ եթե նկուկ չունենք, ինչ որ ապահով տեղ չունեց, ոչ ման չէ, այնքան որ պիտի համբերես, լռի հետո կարած դուրս գաց։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը միանշանակ չի պնդի, որ ներքին հանդի կրակոցները նպատակային են հայ-թուրքական բարձր շփումների մթնոլորտում։ Հնարավոր են նաև այսպես ասած ինքնաբուխ միջադեպեր մոտ դիրքավորված ստորաբաժանումների միջև, բայց նվազագույնը ակնհայտ է, որ այս վարքագծով Ադրբեջանը փորձում է անընդհատ այսպես հոգեբանական ճնշման եւ լարվածության տակ պահել Հայաստանին, թե քաղաքական իշխանության իմաստով, թե նաև հասարակության տրամադրությունների իմաստով։ Սա նվազագույն է իհարկե, եթե չասենք, որ հնարավոր է արդեն այստեղ այդ վարքագիծը պարունակի նաև այլ շերտեր։ Սա հաշվի առնելով են, որ հատկապես Իրան-Իսրայել այս պատերազմի պարագայում չափազանց բարձրացել է նաև Կովկասում ռեժիմի, կայունության ռեժիմի արժեքը, մեկի համար բարձրացել է կայունության արժեքը, մյուսի համար ես նկատի ունեմ աշխարհաքաղաքական տարբեր խաղացողներ, մյուսի համար բարձրացել է գուցե այդ կայունության վրա ինչ որ խաղեր կառուցելու արժեքը, եւ Ադրբեջանը իր որոշակի այդպես վարքագծով գուցե նաեւ փորձում է իր համար ինչ որ տարբեր ուղղություններով սակարկությունների դաշտ բացել։ Որ հայ-թուրքական հանդիպումներից հնարավոր է խաղաղության հեռանկար բացվի, ներքին հանդում առանձնապես լավատես չեն։ Լուսինե Բաբայանն ասում է, ադրբեջանական մարտական դիրքերը գյուղի վարչական տարածքում են, իրենք ոչ լիարժեք հող մշակելու, ոչ անասուն պահելու հնարավորություն չունեն։ Որ թշնամին ավտոմատը գլխից պահած ապրում է, դա ինչ խաղաղություն։ Ինչ պայմանագիր է ստիպելու ադրբեջանցիներին հեռանալ, հարցնում է ներքին հանդի բնակիչը։ Իրանք մեր ապրելը չեն ուզում։ Մեզ ուզում են, որ մենք միշտ խեղճ լինենք, իրա կատարած քայլերը, իրա պահանջները, հասկացող մարդ էլ գիտակցում է, որ չէ։ Նրանք խաղաղության չեն գնում։
Գյուղը հիմա խմելու ջուր ունի, կառավարությունը նորոգել է նաև բոլոր 22 տների տանիքները, փամփուշտները հենց դրանցից մեկն են ծագել։ Փոքրիկ գյուղի այս ռեֆորմները հաճելի են, բայց մարդիկ ասում են գլխավորը չեն։ Մենք գոհ շնորհակալ ենք, բայց առաջնահերթ մեր անվտանգությունն է պետք։